Երկրորդ, երրորդ դպրոցներից այսպես տարբեր տեղեկատվություններ են գալիս, որ ընտրախախտում անլցոնումների դեպքեր են արձանագրվել։ Դուք մինչև այս պահը ինչ եք արձանագրել։ Մենք ընտրախախտման որևէ դեպք չենք արձանագրել եւ ահազանգեր էլ նման չենք ստացել։ Ես զարմանում եմ, որտեղից են ձեզ տվել նման ինֆորմացիա։ Եթե կան արձանագրել եք նման փաստեր, տրամադրեք մեզ էլ, մենք էլ կզբաղվենք։ Եվ երկրորդ, այդ եթե իհարկե եղել են նման դեպքեր, Ահազանգ։ հա, բայց քաղաքացիները մեզ նման փաստեր վստահված անձինք, կա կոնկրետ վստահված անձ, որը ձեզ հարցազրույց է տվել, ասելա, որ այս դե ուրեմն թող համապատասխան օրենքով սահմանված կարգով երևի դիմում բողոք էլ ներկայացրած կլինեն, ընթացք կտրվի իրավասու մարմինների կողմից, եթե եղել են նման դեպքեր, բնականաբար օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի, ասենք դուք կողմերից մեկին եք հիմա դիմում, չէ՞, 3 տեխնացու են, չէ՞, հիմա եթե նույնիսկ եղել են, ես չգիտեմ ում կողմից են եղել, արդեն թող դա երևի պետք է ընտրական հանձնաժողովներին հարցը ուղղեք, ոչ թե ինձ։ Երեկվա միջադեպը որևէ ազդեցություն կունենա ընտրությունների ելքի վրա։ Որ միջադեպը երեկվա։ Տեղի ունեցածը, երեք չէ առաջի օրվա տեղի ունեցած։ Ինչ տեսանկյունից, ուրեմն տեսեք, կա ընտրական օրենսգիրք, որը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության գլխավոր հիմնական օրենքին, հա, սահմանադրությանը, եւ ընթացակարգերը սահմանված են, որ դեպքում, ասենք, ինչ նկատի ունեք ազդեցություն ունենալ ասելով։ Այն դեպքում քաղաքապետի տեխնացու է միջադեպի մասնակից եղել, այսինքն նրա անունն է շրջանառվում նաև այդ միջադեպի մեջ, որևէ կերպ այսպես հեղինակությամբ։ Եթե շարունակում եք արդյոք ընդդեմ ձեր առաջին հանրացանցությունը, որ դա ես որքան հետևել եմ լրատվությանը, պաշտոնական հայտարարություններին, չէ, հենց իրավապահների, դա ոչ թե իմ վարկածն է, այլ պաշտոնական վարկած, որ երթևեկությանը հակառակ այն մեքենան, որում եղել են Թումանյան Արթուրը, Աբգարյան Ստեփանը, մտել է խախտելով երթևեկությանը ու այդ մեքենայից կրակել են։ Ես որքան հետևել եմ նախաքննական մարմնի պաշտոնական վարկածն է դա։ Նախքան քերական գործ հարուցել ներկայացել Չէ, ուրեմն ականատեսներն են պատմել, բայց նախքան քրեական գործ հարուցելը չէր, քրեական գործ գիշերով հարուցվել էր, դրանից մոտ 17-18 ժամ հետո էր, երբ ես այդ բաները ասում էի։ Այն մեքենայի, որում քաղաքապետն էր, ես չեմ ասել հարձակում քաղաքապետի վրա, դա եւ ականատեսներն են պատմում, եւ եթե դուք հետևեք պաշտոնական լրատվությանը նույնն է ասվում։ Ու մի րոպե, ներեցեք ես ավարտեմ, հա, պատասխանել։ Ես էլի լրատվությանը հետևելով Ստեփան Աբգարյանի հորեղբոր հարցազրույցն ընթերցել, ինքն էլ էր հաստատել, որ եղել է, որ իրենք խախտել են, մտել են, կրակել են։ Հետո 3-4 հարցազրույցից սկսեցին փոխել իրենց խոսքը, բայց իրենք ասում էին, նույնիսկ այսպիսի միտք էր հնչեցնում Հրաչյա Աբգարյան, որ իրենք են սադրել, եկան ավտոմեքենայով մեր փողոցով անցան, այսինքն խոսում են ինչ-որ մարդիկ փակ փողոցներից, իբր թե Էջմիածնում կան փակ փողոցներ, ու հիմա ասում են մեր փողոցով թող չանցնենք, կկրակենք վրաները։ Եթե ենթադրենք ավականու անդամ են առևանգել, չէ, դրանով ով պետք է զբաղվի, ըստ ձեզ։ Ասենք մեր շտաբից մարդ են գողացել, մենք իրավունք ունենք ինքնադատաստան տեսնելու, օրենսդրությունը մեզ թույլ տալիս է նման բան, Արյան Վրեժի օրենք կա կամ Հայաստանում, ենթադրենք եղել է նման դեպք, պետք է դիմեն ոստիկանություն, դիմեն իրավապահներին, չէ, ոչ թե գնան, խախտեն երթևեկությունը, մտնեն գիծ, կրակեն, որ ում կասես կարա կպնել, չէ, ասենք պատական քաղաքացու կարար կպնել, չէ, իրենց կրակած փամփուշտները։ Ես նախորդ օրն էլ ասացի, Կարեն Գրիգորյանը զենքով եղել է մենակ առաջնագծում, ապրիլյան պատերազմի օրերին, երբ գնաց առաջնագծում դիրքապահ զինվորի կողքին կանգնեց, այն ժամանակ զենքը մոտներ։ Հակառակ կողմը քննում են, որ այդ կրակոցները հենց Կարեն Գրիգորյանի ուրեմն ցանկացած զենքով են։ Հակառակ կողմը, նախ հակառակ կողմերը եկեք սես չխոսենք, բոլորս էլ հայ ենք։ Ձեր մատնանշած անձինք 3-4 հարցազրույց են տվել, խոստովանել են, որ իրենց զենքն է իրենց մոտ ա եղել, հետո հանկարծ ընթացքում որոշել են փոխել իրենց ցուցմունքները։ Բայց եկեք ոչ մեզ հավատացեք, ոչ իրենց, պաշտոնական նախաքննական մարմնին դիմեք, իրենցից մի խոսքով ես այսպես ասեմ, էլի անկախ նրանից, ով ա մեղավոր, պետք է մեղավորները պատժվեն, օրենքով սահմանված կարգով։